Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1158-րդ օրն է։ Շաբաթ օր է, քանի որ հայոց ցեղասպանության տարելիցից հետո լրատվական օրակարգը խիտ է։ Ես ձեզ շատ չեմ շեղի հանգստյան օրվանից, կներկայացնեմ մի քանի կարևոր թեմաներ եւ կարճ հարցազրույց Տիգրան Խզմալյանի հետ։ Մինչ եթերը սկսել է, իմ խորին շնորհակալությունը հայտնեմ ձեր լայքերի, սրտանց մեկնաբանությունների եւ մեր եթերները տարածելու համար։ Շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ եւ նորից խնդրեմ ձեզ նույն կերպ չմոռանալ լայքերի կարեւորության մասին, սա օգնում է մեր ինֆորմացիոն պայքարում։ Այսօր ես ձեզ կտեղեկացնեմ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալների մասին եւ կխոսենք երկու թեմաներից, որոնք կարծում եմ ուշադրության արժանի են։ Հուսով եմ մեկնաբանություններում կգնահատեք, թե որքանով էին հաջողված իմ ընտրած թեմաները։ Ասեմ, որ մենք մանրամասնորեն լուսաբանում ենք Ուկրաինայի նախագահի Հռոմ կատարած այցը մեր Տելեգրամյան ալիքում։ Բոլոր նորությունները կարող եք այնտեղ տեսնել եւ ոչ միայն այցի հետ կապված։ Իսկ Զելենսկու եւ Թրամփի հետ Հռոմում կայացած հանդիպման մանրամասներին կանդրադառնանք երևի թե վաղը։ Այսօր երեկոյան սպասենք Ուկրաինայի նախագահի սեփական վերլուծությունը, հետո տեսնենք խոսալու բան կա թե ոչ։ Բայց այն փաստը, որ օգտագործում է ցանկացած հնարավորություն հանդիպելու եւ Թրամփին բացատրելու, թե ինչ է կատարվում, կարծում եմ գովելի է, բայց անձամբ ես շատ ակնկալիքներ չունեմ, անկեղծ ասեմ։ Ուինստոն Չերչիլը ժամանակին ասել է, որ դուք միշտ կարող եք հույս դնել ամերիկացիների վրա, որ նրանք կանեն ճիշտ քայլ այն բանից հետո, երբ նրանք կփորձեն ցանկացած այլ տարբերակ։ Բայց ես ասեմ, որ այս դեպքում, Թրամփի դեպքում ես պարոն Ուինստոն Չերչիլի հետ այնքան էլ համաձայն չեմ, որովհետև Թրամփի դեպքում ոչ մի նախկինում եղած օրինակներ չեն աշխատում։ Եկեք սկսենք առաջնագծի լուրերից։ Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 156 ռազմական բախում, ուկրաինական ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են 8 շրջանների, որտեղ կենտրոնացած էին ռուսները, նրանց սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի գործողությունը Կուրսկի մարզում շարունակվում է, չնայած նրան, որ այսօր Պուտինը նորից ասաց, որ իբր ազատագրել է Կուրսկի մարզը։ Երևի մոռացել է, որ 2 օր առաջ էլ էր ասել։ Ասեք, որ ոչ ոք չէր պատկերացնում, որ Պուտինը այսքան ծիծաղելի կլինի, օրը մեջ Կուրսկի ազատագրում, բայց չի կարողանում մինչև վերջ ազատագրել, նորից խայտառակվեց։ Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է 1110 ռուս զավթիչ եւ ավելի քան 300 միավոր զինտեխնիկա, ավելի ստույգ 347 միավոր։ Ընդհանուր առմամբ լայնածավալ պատերազմի սկզբից Ռուսաստանի կորուստները արդեն կազմել են 947.610 զավթիչ։ Հիշեցնեմ, որ սա Ուկրաինայի գենշտաբի տվյալներն են։ Եվ կրկին գիշերը ռուսները փորձել են խախտել ուկրաինացիների հանգիստը։ Ուկրաինայի վրա արձակվել է 114 հարձակվողական դրոններ եւ 3 հրթիռներ։ Մեր հոպի կողմից 97 դրոն է խոցվել եւ վնասազերծվել։ Ինչպես արդեն ասել եմ, ռուսները այս հարձակումները խաղաղ բնակավայրերի վրա անում են ամեն երեկո մինչեւ լույս։ Ուկրաինական կողմի ռազմական աշխատանքի արդյունքները, ինչպես միշտ, մենք մանրամասն ներկայացնում ենք մեր Տելեգրամյան ալիքում։ Նորից բազում հաճելի կադրեր կան, խնդրում եմ բաց չթողնել։ Օրվա քաղաքական թեմաներին անդրադառնալով, սկսենք նորից Թրամփից, հա։ Նա մտահոգություն է հայտնել Բալաշիխայում սպանված ռուս գեներալի կապակցությամբ, բայց մինչ նա մտահոգված էր, լրատվամիջոցները հաղորդեցին եւս մեկ լիկվիդացիայի մասին, այս անգամ Բրյանսկում, այնտեղ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ռուսական բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի արդիականացմամբ զբաղվող առաջատար կոնստրուկտոր։ Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերն է եղել դեպքը, բայց այսօր է հայտնի դարձել։ Բրյանսկում պայթել է ավտոմեքենա, որի մեջ գտնվել է ռադիոլոկացիոն եւ էլեկտրոնային համակարգերի առաջատար ռուս կոնստրուկտորներից մեկը։ Պաշտպանության ուժերում արկա աղբյուրների համաձայն մեքենայի մեջ գտնվել է Եվգենի Ռիցիկովը, ով գլխավորում էր Բրյանսկի էլեկտրամեխանիկական գործարանի կոնստրուկտորային բյուրոն։ Պայթյունը տեղի ունեցել այն պահին, երբ Ռիցիկովը նստել է մեքենան իր գործընկերոջ հետ, ով ենթադրաբար նույնպես զոհվել է։ Երկրորդ զոհը հնարավոր է եղել է Ռիցիկովի տեղակալը կամ օգնականը։ Իմիջիայլոց հետաքրքիր կերպով Թրամփը բավականին անհանգստացավ, երբ իմացավ ռուսական
գլխավոր շտաբի պաշտոնյայի Յարոսլավ Մոսկալիկի սպանության մասին, որը տեղի էր ունեցել 3 Բալաշիխայում, Թրամփը միջադեպը որակեց որպես լուրջ դեպք եւ խոստացավ մանրամասն ուսումնասիրել այն։ Բացի այդ, Թրամփը լրագրողներից հետաքրքրվել էր, որտեղ է տեղի ունեցել գեներալի սպանությունը։ Տարօրինակ է, թե ինչու է ամերիկացի նախագահը այդքան զարմացած եւ հետաքրքրված ռուս գեներալի մահով, քանի որ նա առնվազն պետք է իմանար դրա մասին ամերիկյան հետախուզությունից։ Լրատվամիջոցները հայտնում են, որ գեներալ Յարոսլավ Մոսկալիկը զբաղեցրել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի առանցքային պաշտոններից մեկը, նա պատասխանատու էր զորքերի օպերատիվ կառավարման, ինչպես նաև ռազմական գործողությունների պլանավորման համար, այդ թվում նաև Ուկրաինայում։ Ի դեպ, այն փաստը, որ Մոսկալիկի լիկվիդացման ժամանակ պայթել է ավտոմեքենա, որը պատկանում էր ուկրաինական Սումի քաղաքի նախկին բնակչին, լրատվամիջոցները սա կապում են վերջերս Սումի քաղաքում ռուսական տերորից մահացած խաղաղ բնակիչների մահվան համար եւս մեկ վրեժխնդրության հետ։ Դե ամեն ինչ հնարավոր է հիմա Ռուսաստանում տուրբուլենտ ժամանակներ են, վաղուց Պուտինի տնտեսությունից չենք խոսել, կարճ անդրադառնանք նոր հրապարակումներին։ Ռուսաստանյան բյուջեում նավթադոլարների հոսքի նվազումը կարող է ավելի խորը հարվածել ռուսաստանցիների եւ բիզնեսի բարեկեցությանը, այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են բիզնեսի եւ բնակչության նկատմամբ հարկային բեռի ավելացման տարբերակը, նավթագազային եկամուտների կրճատումը եւ ազգային բարեկեցության հիմնադրամի Ռուսաստանի ռազմավարական պահուստի արագ նվազումը փոխհատուցելու համար, գրում է Moscow Times-ը, հղում անելով Reuters-ի հարցված տնտեսագետներին։ Եթե ռուսաստանցիները քվեարկելով Պուտինի օգտին եւ խաղաղ ուկրաինացիների սպանությունների օգտին կարծում էին, թե դա չի ազդի իրենց գրպանի վրա, ապա նրանք խորապես մոլորված էին։ Պատերազմն արդեն լուրջ ազդեցություն է թողել ռուսաստանցիների կենսակերպի վրա, թեև նրանք, ովքեր մնացել են այնտեղ, փորձում են գեղեցիկ պատկեր պատկերել եւ ասել, թե իբր ոչինչ չի փոխվել։ Ես այդպիսի ռուսաստանցիներին անվանում եմ վրացական Coca-Cola-ի վկաներ։ Օրերս հետաքրքիր հոդված էր հրապարակել Moscow Times-ը, երկրում, որտեղ կարտոֆիլը համարվում է ազգային հենասյուն, այն հանկարծ դարձել է շքեղություն։ Ռուսաստանի իշխանությունները խուճապահար կրկնապատկում են ներմուծումը գները վերահսկելու համար, սակայն կարտոֆիլի գինը միևնույն է շարունակում է աճել։ Մինչ ռուսաստանցիները հաշվում են ռուբլիները 1 կիլոգրամի համար, Կրեմլին սպասվում է նոր ճակատ, գրում են լրատվամիջոցները, ավելացնելով, որ կարտոֆիլը կարող է դառնալ այն խթաններից մեկը, որը կվնասի ռեժիմին։ Սոցցանցերում արդեն կատակում են Ռուսաստանի անհամաչափ հավակնությունների եւ իրական վիճակի մասին, հիշելով հին անեկդոտը Մոսկվայի նպատակների վերաբերյալ, ինչպես է ցանկանում կառավարել աշխարհը եւ ինչպես է փորձում մեկ պար կարտոֆիլը ձգել 3 ամսվա ընթացքում։ Ռուսաստանի տնտեսության խնդիրները սկսվել էին դեռևս 2 տարի առաջ, պարզապես նավթի գների անկումը եւ գազի շուկաների կորուստը այլևս իշխանություններին չեն տալիս հնարավորություն թաքցնելու այդ ամենը։ Ռուսաստանի հասարակ քաղաքացիների շահերին վերաբերող գործընթացները ինձ թվում է նոր է սկսվում, բայց սպառնում են աճել ձնագնդի պես։ Իմ կողմից ավելացնեմ, հատկապես եթե սպիրտի եւ օղու գները բարձրանան, միգուցե կարտոֆիլից անցնի ռուսների ցասումը։ Այսքանով ավարտեմ, այսօր մինչ Տիգրան Խզմալյանի հետ հարցազրույցին անցնելը ձեզ 2 րոպեանոց տեսանյութ ցույց կտանք Կիևում հայկական խաչքարի մոտ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուկրաինական տարբեր եկեղեցիների ներկայացուցիչների ընդհանրական աղոթքի միջոցառման մասին։ Հիշեցնեմ, որ ըստ ավանդույթի Կիևի ընդհանրական աղոթքը գլխավորում է Ուկրաինայում հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Դիտենք կադրերը, որից հետո ձեր ուշադրությանը կներկայացնենք Տիգրան Խզմալյանի հետ հարցազրույցը։
Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր կրկին հանդիպել ենք մեր լավ բարեկամ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ, բարև Տիգրան։ Ողջույն Մարաջան, շատ ուրախ եմ կրկին տեսնել քեզ։ Այո, երկար ստացվեց ընդմիջումը, բայց առողջական պայմաններն էր, խնդրում եմ մեր լսարանին ներողամիտ լինել։ Դες Թրամփը խուսափեց ցեղասպանություն բառն օգտագործելուց իր ապրիլի 24-ի ուղերձում, այսօր Հայաստանի իշխանություններին սպասարկող արդեն առանց թաքցնելու ասեմ, հա, այդ մարդկանց պոստերում Facebook-ում տեսա, որ սկսում էին ասել, թե բա դա կարևոր չի, եկեք ֆիքսվենք ուրիշ հարցերի վրա, Թուրքիայի հետ իրական օրակարգ։ Երբ որ ես նրանց ուղղակի հարց տվեցի իրական օրակարգը որն է, իրենք անհետացան։ Իհարկե պատասխան չկա, որովհետև երևի թե իրենց ասել են, իրենք էլ գրել են, էլի։ Այդ մարդիկ կյանքում թուրք լոբիստ էլ տեսած չկան, որ հասկանան ինչ է նշանակում իրական, ասենք, օրակարգը Թուրքիայի հետ։ Երբ որ ես ու դու խոսում ենք իրական օրակարգից օրինակներ ենք բերում, իրենք չտենալու են տալիս։ Իմիջիալոց հիշեցրել եմ, թող որպես հիշաչարություն չնկատեն, բայց գիտես քաղաքականության մեջ նման կերպ իրենց պահելը, եթե լրագրող եք, ձեզ լրագրողի պես պահեք, եթե քաղաքական գործիչ եք, քաղաքական գործիչի պես, թե չէ իշխանությունից իջացրած թե բա պետք չի այդ բառը կարևոր չի 21 թվին ասեցին ինչ փոխվեց 21 թվին Փաշինյանի իշխանությունն էր եւ մեծ համահայկական ողջավորություն կար ոչինչ չփոխվեց ում մեղքն է ժողովրդի մեղքն է թե իշխանությունների մեղքն է Միացյալ Նահանգների նախագահի ուղերձները նման դեպքում սովորաբար գրվում են պետդեպարտամենտի կողմից, թեև Թրամփը նայել է այդ ուղերձը եւ մի քանի խոսք այնտեղ ավելացրել։ Օրինակ wonderful բառը նրա սիրած բառերից մեկն է։ Beautiful ocean, wonderful people, wonderful deal, a great deal, fantastic այդ ածականները նա սիրում է եւ այստեղ էլ մցրեց մեկ կամ երկու անգամ wonderful ճկնախ հոյակապ մի քիչ տարօրինակ է իհարկե ցեղասպանության վերաբերյալ ուղերձում դա, բայց գլխավորը այստեղ իսկապես ամենավերջին նախադասությունն էր իմ կարծիքով իմ գնահատմամբ, որքանով ես գիտեմ Միացյալ Նահանգների կոնգրեսը, որի հետ ես բավական սերտորեն աշխատել եմ ամերիկայական համագումարի միջոցով առաջին Արցախյան պատերազմի ժամանակ։ Ուրեմն գլխավորն է այն, որ նա ավելի ճիշտ Մարկո Ռուբիոն գրեց եւ դրեց նրա դեմ ռազմավարական համագործակցության մասին այդ նախադասությունը, որովհետեւ Ռուբիոն սրտի խորքում չի ցանկանում չեղարկել այն հայտարարագիրը, որը Բլինքենը Բայդենի անունից վերջին օրերին արդեն մեկ շաբաթից քիչ էր մնացել Բայդենի ադմինիստրացիան եւ գնալուց առաջ իրենք ստորագրեցին այդ հռչակագիրը կամ համաձայնագիրը Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին եւ փաստորեն Թրամփի վերաբերմունքը այս ամեն ինչին բավական սառն էր Ռուբիոն, որը հայկական հարցի հնամարտիկներից է, նա ինքն է դեռ 2019-20 թվականին մասնակցել, 17 թվականին մասնակցել հանրապետականների եւ դեմոկրատների համատեղ հայտարարություններին, նա գիտի այս ամեն ինչի արժեքը, այդպես որ նա փաստորեն առաջարկեց Թրամփին եւ Թրամփը կարդաց դա եւ Հայաստանի համար սա երևի ամենակարևոր արդյունքն է, որ չեղարկվեց, այլ հիշատակվեց 24 թվականի վերջում, 25 թվականի սկզբին հայտարարված այդ Միացյալ Նահանգների հետ համաձայնագիրը։ Եվ սա միակ մխիթարանքն է, որը մենք հիմա կարող ենք արձանագրել։ Մնացածը ծանրանում է մեզ վրա, որովհետև մինչև հիմա չի նշանակված Միացյալ Նահանգների հետ նոր քաղաքականության համար որևէ պատասխանատու այդ նոր քաղաքականությունը մշակված չէ, ոչ Վենսի կողմից բացված հնարավորություններն են օգտագործվել, խոսքը գնում է քրիստոնեական համերաշխության ուղղության, ոչ եկեղեցին է աշխատել, ոչ աշխարհիկ իշխանությունը, ոչ սփյուռքը մեծ հաշվով, այստեղ մենք կլոր 0 ենք արձանագրում եւ այնտեղ որտեղ չկա Հայաստանը, այնտեղ հայտնվում է Ադրբեջանը։
Դες գիտեմ, որ դու հաստատ գիտես ռուսական կայսրության կողմից Ղրիմի հայերի ցեղասպանության մասին 247 տարի առաջ ցեղասպանության թեման շարունակենք, հա, որը իրականում դարձավ առաջի հայոց ցեղասպանությունը եւ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության նախատիպը։ Քո կարծիքով Հայաստանում քանի մարդ գիտի սրա մասին եւ ինչու է այս իրավիճակը։ Եթե Մոսկվան արգելել է խոսել Հոլոդոմորի մասին ուկրաինացիների, դա ասենք թե որոշ մարդիկ ասենք կարող է համարեն, որ դա իրենց խնդիրը չէ, բայց երբ որ հայերի սպանդի մասին է խոսքը, Ղրիմի հայերի ցեղասպանության մասին է խոսքը, նույնպես Մոսկվան կարողացել է արգելել այս թեման։ Մարաջան ապրիլի 24-ին, երբ ինձ մոտեցան մի քանի լրագրող հուշակոթողի մոտ, ես ապշած տեղեկացա, որ հայ լրագրողներ կան, որոնք ոչ թե 230 տարի առաջ եղած ցեղասպանությունից տեղյակ չեն, որոնք տեղյակ չեն, որ 3 տարի առաջ, 2 տարի առաջ ընդհանրապես կներես, եւ 5 տարի առաջ այն ցեղասպանությունը եւ հայրենազրկումը Արցախի հայաթափումը կատարել են ռուսները։ Երբ ես նրանց դա ասեցի, իրենք շատ զարմացան։ Մենք կարող ենք պահանջել ժողովրդից, չեմ ասում ժողովրդից, մարդկանցից, ովքեր դա էլ չգիտեն, որ նրանք իմանան մի փոքր ավելի հին պատմությունը։ Իհարկե ոչ։ Մենք աճեցրեցինք մի յուրահատուկ սերունդ, աներես, առանց հիշողության, առանց ամոթի, առանց խղճի, առանց արժանապատվության։ Դա մեր մեղքն է, դա մեր մութ ու ցուրտ տարիների արդյունքն է, երբ որ մենք չզբաղվեցինք մեր երեխաներով, մեր ապագայով։ Եվ այն սերունդը, որը հիմա եկել է իշխանության, դա հիմնականում մեզնից հետո եկող սերունդ էր, որը պետք է մեզնից լավը լիներ, մեր ուսերի վրա բարձրանար։ Ինքը կանգնեց մեր գլխներին, ոտնատակ արեց մեզ եւ մեր իդեալները, չունենալով որևէ բան, բացի մի քանի կեղծ փուչ սպերից, որոնք իրենք ճշմարտության տեղ են դնում կլիշեներ, ագահություն եւ տգիտություն։ Ցավոք սրտի սա ենք մենք 21-րդ դարի առաջին քառորդում։ Ժողովուրդ, որը կորցրել է փրկության, ինքնապաշտպանության բնազդը։ Գիտես, երկու հասակ կա, երբ որ մարդը կորցնում է կամ չունի այդ բնազդը։ Դա մանուկ երեխաներն են, դեռ խոսել ու քայլել չիմացող եւ մառազմի մեջ ընկած ծերունիները լինում են դեմենցիայի, Ալցգեյմերի դեպքում տես բաներ եւ մեր ժողովրդի մի մասը կարծես թե այնքան է ծերացել այս հազարամյակների ընթացքում, որ կորցրել է անգամ այդ բնազդը, ուրիշ բացատրություն չունեմ։ Դե երևի թե դրան ստիպել են, բայց հուսանք այս իրավիճակը այդպես չի շարունակվի, առնվազն մեր եթերներով մենք փորձում ենք Չէ, ստիպել Մարաջան, կներես, հիշում ես Սպանել հրեշին հայտնի այդ պիեսը, որը նաև ֆիլմ դարձավ Ռուսա-սովետական միությունում եւ այնտեղ արդարանալով սրիկա լինելու համար ինչ որ մեկ ասում է Լանսելոտին, ասպետին, ով եկել է հրեշին սպանելու, ասում էր դե մեզ տենց էին դաստիարակում եւ Լանսելոտը ասպետն ասում է բոլորին էին այսպես դաստիարակում, բայց ինչու դու դարձար առաջին աշակերտը։ Դե բոլորը չեն, այդ դա հույս է տալիս, տես Հայաստանում ընտրություններից 1 տարի առաջ սկսվեցին տարբեր քաղաքական շարժումներ, կարծում ես Մոսկվան է նրանց առաջնորդում, թե դա արդարացի բողոք է Փաշինյանի դեմ։ Իհարկե սա բողոք է Փաշինյանի դեմ, բայց բանն այն է, որ մենք իրավունք չունենք ասել, որ Մոսկվան Փաշինյանի դեմ է։ Մոսկվան չի Փաշինյանի դեմ։ Ժողովրդի զգալի մասն է Փաշինյանի դեմ եւ այդ ընտրություններում, որտեղ Գյումրիում հաղթեց բոլշևիկ իրեն ներկայացնող մի կերպար, այնտեղ մեզ հարցնում են, դուք Փաշինյանի հետ դաշինք չեք կազմելու, չէ՞։ Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր Փաշինյանի դեմ են։ Փաշինյանի դեմ են եւ Մոսկվային այդ Փաշինյանն է պետք։ Մոսկվային պետք չէ, որ Փաշինյանին հաղթի Ռոբերտ Քոչարյանը, գիտեք ինչու, որովհետև Ռոբերտ Քոչարյանին կամ նրան նման մեկին Մոսկվան ստիպված պետք է ինչ-որ կոնֆետներ տա, կարկանդակներ, իսկ Փաշինյանին ոչ մի բան տալ պետք չէ։ Փաշինյանը շատ հարմար է, նա կոտրված է, վախվորած է, նա Մոսկվա է գալիս, նա
մի կողմից ընդունում է օրենք Եվրամիություն գնալուց, հետո մի ամիս անցնում է, ոչ մի բան չի արվում, եւ երբ որ Եվրամիությունը իրեն ուղիղ ասում է խնդրում ենք, քանի որ Եվրոպա եք պատրաստվում գալ, Մոսկվա չգնաք, Դահիճի մարդասպանի, մարդակերի կողքը չկանգնեք, եւ պարզվում է, որ ոնց չկանգնեք, ախր դա մեր շքերթն է, չէ, դա մեր ուրախությունն է, մեր հպարտությունն է, եւ նա ստանում է այն, ինչ ստանում է։ Այդպես որ չէ, Մոսկվային լրիվ ձեռ է տալիս այս վիճակը։ Մոսկվայի համար, ինչպես եւ Բաքվի համար, սա երանելի վիճակ է։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ապրիլի 25-ին Ադրբեջան է այցելել, բայց Հայաստանի մասին, Հայաստան այցի մասին խոսք կար, չէ՞։ Կարող է արդյոք հենց այդ Փաշինյանի Մոսկվա նախատեսված այցը դեր խաղաց, ինչ ես կարծում։ Ես չեմ կարծում, ես գիտեմ, որ դեր խաղաց։ Ես դա շատ լավ գիտեմ։ Կայա Կալասը վաղուց էր պատրաստվում այցելել, մենք նախորդ տարվա վերջին հենց քո հաղորդումներից մեկում ես ասացի, որ մենք ունենք տեղեկություններ, Կայա Կալասը պատրաստվում է գալ եւ դա նրա նշանակումից հետո առաջին այցերից մեկն էր, ամենայն դեպս այս հետխորհրդային տարածք։ Նա Հայաստան պետք է գար։ Եվ այն, որ նա ուղիղ փաստորեն Փաշինյանին դիմեց, ասելով, որ Եվրամիության տեխնացու դարձող երկրներին ուղիղ հորդորում եմ չգնալ Մոսկվա մայիսի 9-ին։ Պատասխանը մենք բոլորս լսեցինք։ Եվ այն, որ նա գնաց Ադրբեջան, ցուցադրաբար։ Նա չէր գնա Ադրբեջան, համենայն դեպս այսպես չէր գնա առանց Հայաստան մտնելու, եթե չլիներ այդ անհասկանալի եւ խելագար փաստորեն դիրքորոշումը, որ ընդունեց Երևանը։ Բայց չէ, մենք պետք է գնանք։ Ես կարծում եմ, սա հայկական պատմության մեջ ամենաթանկարժեք այցելությունն է լինելու։ Այս այցելությունը Մոսկվա, եթե դա կատարվի, որովհետև դրա գինն է լինելու Հայաստանի անվտանգությունը, դրա գինն է լինելու Հայաստանի պետականության կորուստի վտանգը, սարսափելի արտագաղթը, հազարավոր մարդկանց վահաժամ մահերը, որովհետև դիմանալ ես անորոշությանը եւ այդ պարզապես խենթ, անիմաստ տատանումներին շատ դժվար է։ Այդպես որ գինը այդ այցելության լինելու է անչափ բարձր, շատ ավելի բարձր, քան Տրթատ թագավորի այցելության, Հռոմ այցելության գինը, երբ Ներոնը, որ հրավիրել էր նրան Հռոմ թագադրելու համար, իր վրա վերցրեց ծախսեր եւ ստիպված էր առաջին անգամ Հռոմի պատմության մեջ էմիսիա կատարել, այսինքն հավելյալ փողեր տպել, որովհետև հայ թագավորի այցելությունը շատ թանկ նստեց Հռոմի վրա։ Դες Փաշինյանը հաճախ սիրում է մարդկանց պատմություն սովորեցնել, քարտեզներ ցույց տալ, բայց Հայաստանի մայրաքաղաքները Էջմիածինը, Արտաշատը, այլ չասեմ Դվինը, Երվանդաշատը, Արմավիրը եւ Շիրակավանա, որ չասեն փոքր են, քաղաք չեն կամ ինչ է, ամենայն դեպս բնակավայրերը պահպանվել են, ամենամեծերը Էջմիածինը եւ Արտաշատը։ Թվում է թե Փաշինյանի ուշադրությունից վրիպել են, չէ՞։ Գուցե որովհետեւ սրանք 29000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Հայաստանի մայրաքաղաքները չէին, այլ ավելի մեծ տարածք ունեցող Հայաստանի մայրաքաղաքներ էին։ Ինչու են նրանք փորձում մոռանալ Հայաստանի իրական մայրաքաղաքների մասին եւ փոխարենը հորինում հյուսիսային, հարավային, չգիտեմ, ստորին աճ, ձախ մայրաքաղաքներ, իրական հայոց մայրաքաղաքներից խուսափում են, օրինակ Էջմիածինը հաստատ զբոսաշրջության կարիք չունի, գովազդման կարիք չունի, բարձր ամբողջ աշխարհի հայությունն է գնում, բայց օրինակ Արտաշատի դերը Չնայած նաև Էջմիածինը նորովի ներկայացնելու նոր սերնդին իմաստը այս քաղաքների ժամանակին ունեցած դերը մեր հայկականության պահպանում, չէ՞ որ իրանք ասում են, որ Հայաստանի տարածքով են սահմանափակվում։ Հայաստանի սահմանափակված իրենց սահմանափակված տարածքում կան հայոց մայրաքաղաքներ։ Միջելոց զարմանալի էր, որ անցած տարի սազանդարները, որ եկել էին Կիև, այցելել էին Սոֆիա Կիևսկայա եւ մարդիկ, ովքեր աջակցում են Փաշինյանին այդ իր ժամանակակից իբր Հայաստանի տարածքի հարցում, Աննային ասում էին մեր հայրենակցուհին, հա, հետարքիր էր մարդ, որը ծնվել է Ադրբեջանի հետ սահմանին, համարում է
Աննան Կոնստանտինոպոլցին իր հայրենակցուհին, բայց երբ հարցը հասնում է համահայկականությանը, իրենք սահմանափակվում են 29000 քառակուսի կիլոմետրով, հա։ Այս ամեն ինչը ինչպես է տեղավորվում իշխանության քաղաքականության մեջ եւ նրանց քաղաքականությունը արդարացնողների, ինչպես են իրենք մարդկանց աչքերին նայում։ Մարա ջան, դու ռետորական հարցեր հազվադեպ ես տալիս, հիմա դու տվեցիր ինձ դասական ռետորական հարց, որը պատասխանի կարիք չունի։ Նրանց բացահայտումը 5-6 տարի իշխանություն լինելուց հետո այն էր, որ կրթությունը նորաձև է։ Լուրջ, կրթությունը նորաձև չի կարող լինել։ Կրթությունը մեր ազգի ամենաբնորոշող կրթության ձգտումը, ամենաբնորոշ կողմերից մեկն է։ Մեր նախնիները ամեն ինչ էին անում, որ երեխան կրթություն ստանա։ Այսինքն կրթություն ստանալը հայի համար դա նորաձևություն չի կարող լինել, դա ծիծաղելի է։ Եվ երբ որ ես լսում եմ նման բաներ, այո, հաջորդը իհարկե գալիս է այն, ինչ դու նկարագրեցիր, եւ շատ ավելի վատ բաներ։ Ես այսօր սարսափով լսեցի ականջներից չհավատացի 3 անգամ մեղքս չթաքցնեմ նորից ու նորից լսեցի ԿՊԱ-կան կարկառուն դեմքերից հայտարարությունը, որ ինչքան էլ տհաճ լինի ասել, բայց ես պետք է ասում եմ այդ գործիչը ԿՊԱ-կան գաղափարախոսներից մեկը, որ դե Հայաստան պետք է կազմակերպել ներգաղթ, օտարերկրացիների ներգաղթ։ Դա շատերին դուր չի գա, բայց այլ կերպ մենք չենք կարողանա զարգացնել եւ գնաց, այսինքն 10 միլիոն ժողովուրդ ոչ թե ազգաբնակչություն, սփյուռք կներես ունեցող ազգը եւ հատկապես իշխանությունը, որի օրոք ոչ մի կերպ կանգ չի առնում արտագաղթը, հայտարարում է, որ մեզ օտարերկրյա ներգաղթ է պահանջվում, այդ Պակիստանից, Բանգլադեշից եկող բանվորներն են պակասում Հայաստանին։ Լուրջ, ինչի համար է այս ամենը ասվում, ինչին են պատրաստում մեզ ժողովրդին։ Սա շատ վտանգավոր է։ Սա այդ մութ ու ցուրտ տարիների հետևանքն է։ Մենք չզբաղվեցինք նրանցով, ականջներից չենք քաշում երևի, չենք պատժում նոր էլեկտորատ են ուզում, հա, միգուցե։ Սխալների համար չէ, նրանք դա սխալ չի, դա շատ ավելի խորը մեղք է, որի համար պետք է անկյուն կանգնեցնել, որի համար բարեխրատական հայրական խոսակցություն է պահանջվել, որը երևի մենք բաց թողեցինք եւ մեծացավ սենց մանկուրտների սերունդ, որը մեզ հիմա դու ասում ես մայրաքաղաքներ։ Դες մարդու համար մայրաքաղաքը այն տեղը պետք է լինի, որտեղ նա ծնվել է։ Դա է նրա քաղաքը կամ գյուղը։ Էլ չեմ ասում Երևանի մասին։ Երևանը դարձել գյուղ։ Այնինչ կատարվում է մեր երկրում, ամեն մեքենա քշող մարդը անձրևից հետո գալիս ու տեսնում է, որ մեքենաները կեղտով են պատած ու մտածում է, չի կարող չմտածել, որ իր երեխաները դա են շնչում, չէ՞։ Որտեվ 300 բարձրահարկ շենք է կառուցվում մի քաղաքի մեջ միաժամանակ, որ մեքենաները ժամերով խցանումների մեջ են եւ այդ գազերը մենք ենք շնչում, մեր երեխաներն են շնչում, որ Հայաստանում կապան մեղրի կա, որտեղ ալավերդի կա, որտեղ երեխաները ծնվում են մկնդեղը մազերում, այդքան է թունավորված այդ հողը, ջուրը, օդը։ Եվրոպա նշանակում է կյանքի մակարդակ, չափանիշ, մաքուր օդ, մաքուր ջուր, մաքուր սնունդ, մաքուր քաղաքականություն, թափանցիկ, վերահսկելի, ժողովրդի կողմից հասկանալի, այլ ոչ թե այս էքստրավագանտ խուլիգանությունը, որը մենք տեսնում ենք այստեղ, պարզապես մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ որ Թրամփը կարծես թե արդեն համեմատությունների տեղ չի թողել, բայց այն ինչ կատարվեց Գյումրիում, դա Թրամփիզմի շարունակությունն է, շատ փոքր, մանրակերտ, մինիատյուր ձևով, բայց դա նույն երևույթի շարունակությունն է։
մարտնչող տգիտության հաղթանակը, որի ոչ միայն վկան, այլ զոհ ենք մենք դառնում։ Ես շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտնում մեր լսարանի համար։ Եվս մեկ անգամ ներողություն խնդրում եմ մարդկանցից, ովքեր երկար էին սպասել այս հանդիպմանը, զուտ առողջականի հետ կապված էր, ուրիշ բան խնդրում եմ չմտածել։ Տիգրան Խզմալյանը այն մարդկանցից է, ով մեր ալիքի միշտ սիրված, սպասված հյուրերից է։ Շնորհակալ եմ եւ ամենայն բարիք։ Ստեցյուն առաջ։